Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ապրիլի 2-ին ընդունել է միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ժամանակավոր ներկայացուցիչ Մոնիկա Սանդրիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Նելի Դավթյանը։ Քննարկվել են փախստականների, ապաստան հայցողների եւ քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ մի շարք հարցեր։ Հատուկ ուշադրություն է դարձվել ապաստան հայցողների համար արժանապատիվ պայմանների ապահովմանը։ Ընդգծվել է նոր կառուցված կացարանի շահագործման անհրաժեշտությունը, ինչը հնարավորություն կտա մինչև 100 մարդու ապահովել կացարանով, նպաստելով նրանց սոցիալական պայմանների բարելավմանը։ Կողմերը համակարծիք են եղել, որ փախստականների եւ ապաստան հայցողների խնդիրների լուծումը պահանջում է համակարգային մոտեցում, օրենսդրական բարեփոխումներ, համապատասխան գործիքակազմերի մշակում։ Միգրացիա եւ քաղաքացիության ծառայության աշխատակիցների կարողությունների զարգացման համատեքստում շեշտադրվել է կրթական հատուկ մոդուլների մշակման անհրաժեշտությունը, որոնք հիմնված կլինեն նախորդ տարիների փորձի վրա, մասնակիցներին հնարավորություն տալով զարգացնել գիտելիքներն ու հմտությունները։ Կարևորվել են նաև միգրացիայի եւ աղետների ռիսկի կառավարման համակարգի թվայնացման գործընթացը։ Կողմերը բարձր են գնահատել թվային գործիքների ներդրումը, ինչը ոլորտի պատասխանատուներին կօգնի ավելի արագ եւ արդյունավետ արձագանքել արտակարգ իրավիճակներին։ Անդրադարձ է կատարվել նաև տվյալների հավաքագրման ու վերլուծման թվային մեխանիզմներին։ Այս համատեքստում քննարկվել է միջազգային լավագույն փորձը։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու համատեղ աշխատանքը։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցոլյանն ընդունել է ավստրիական Կարմիր խաչի ընկերության միջազգային ծրագրերի վարչության ղեկավար Էդուարդ Տրամպուշի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա են նաև փրկարար ծառայության տնօրենի տեղակալները։ Հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանում կամավորական շարժման զարգացման ուղղությունները, վերլուծել ձեռք բերված հաջողությունները, պլանավորել հետագա քայլերը։ Կամո Ցուցոլյանը բարձր է գնահատել ավստրիական եւ Կարմիր խաչի ընկերությունների համագործակցությունը, հատկապես կարևորել կամավորական փրկարարական շարժման զարգացման նպատակով 2022 թվականին մեկնարկած Հայաստանի Հանրապետությունում առաջին արձագանքման կամավորական ծառայության ինստիտուցիոնալիզացում ծրագիրը, որի ավարտը նախատեսված է 2026 թվականին։ Ծրագրի շրջանակում արդեն իսկ հաջողությամբ գործում է կամավորական հրշեջ փրկարարական 9 հենակետ, աշխատանքներ են տարվում եւս 3 հենակետի ստեղծման ուղղությամբ։ Էդուարդ Տրամպուշը բարձր է գնահատել կամավորական շարժման զարգացման ուղղությամբ փրկարար ծառայության ջանքերը։ Նա նշել է, որ աղետների կառավարման ոլորտում կամավորական շարժման խթանումն ապահովում է արագ, ճկուն եւ արդյունավետ արձագանքման հնարավորություն։ Կողմերը քննարկել են ծրագրի շրջանակներում նախատեսվող քայլերը, որոնք ուղղված են Հայաստանում կամավորական շարժման ինստիտուցիոնալիզացմանը։ Քննարկվել են նաև կամավորական հենակետերի տեխնիկական վերազինման, հեռավոր համայնքներում նոր հենակետերի ստեղծման հարցեր։ Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը Հայաստանում կամավորական շարժման զարգացման ուղղությամբ։ Մայրաքաղաքի, Արարատի, Կոտայքի եւ Արմավիրի մարզերի 36 բնակարաններում գողություն կատարած Երևանի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ 39-ամյա տղամարդը 37-րդ բնակարանը թալանելիս ձերբակալվեց։ Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողներն արդեն բացահայտել էին բնակարանային գողության դեպքերը, հիմնավոր կասկածներ ունեին կատարողի ինքնության վերաբերյալ եւ մնում էր միայն հայտնաբերել նրան, երբ ստացան եւս մեկ օպերատիվ տեղեկություն, որի իրացումը պահանջում էր արագ գործողություն։ Մարտի 12-ին ստացված տեղեկության համաձայն կասկածյալը պատրաստվում էր թալանել հերթական բնակարանը Մասիս քաղաքի Արարատյան փողոցում։ Մեկնել ենք նշված վայր, որտեղ հայտնաբերվել ենք բնակարանի գողություն կատարող երևանցուն, ձերբակալել եւ տեղափոխել ենք Արարատի մարզային վարչություն։ Տեխնիկական միջոցի գործադրման պատմանը բացելու միջոցով մուտք էր գործել նշված բնակարան, տակնու վրա էր արել տանիրերը։ Երևանի 39-ամյա բնակիչը խոստովանեց, որ մայրաքաղաքում եւ Հայաստանի տարբեր մարզերում կատարել է եւս 36 բնակարանային գողություն։ Կազմված բացաթղթերն ու ձերբակալվածը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ներքին գործերի նախարարության ոստիկանության ամենօրյա աշխատանքի արդյունավետությունը կախված է նաև յուրաքանչյուրիս հանրային պատասխանատվությունից։ Ոստիկանությունը հորդորում է հնարավորության սահմաններում բնակարանի լուսամուտներին տեղադրել ճաղավանդակներ, անվտանգության համակարգեր, մուտքը հսկող տեսախցիկներ։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Մարտի 31-ից ապրիլի 2-ն անցկացվեց ներքին գործերի նախարարության արագ շախմատի 2025 թվականի առաջնությունը, որն այս տարի էլ անցավ համառ պայքարում։ Թիմային հաշվարկում երրորդ տեղը գրավեց տեսալուսանկարանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոնի, երկրորդը սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության թիմը։ Հաղթողի կոչումը նվաճեց ոստիկանության զորքերի հավաքականը։ Անհատական պայքարում երրորդ տեղը գրավեց համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ծառայող Երվան Դադոնցը, երկրորդը տեսալուսանկարանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոնի աշխատակից Միքայել Գրիգորյանն էր, իսկ առաջին տեղը գրավեց սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատակից Հովհաննես Մաթևոսյանը։ Հաղթողներին եւ մրցանակակիրներին պարգևները հանձնեց մարդկային ռեսուրսների կառավարման վարչության մարտական եւ ֆիզիկական պատրաստվածության բաժնի պետ Արմեն Մկրտչյանը։ Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել համայնքային ոստիկանության կենտրոնական կամ մոտակա բաժին կամ զանգահարել 102, տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։ Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել համայնքային ոստիկանության Էրեբունու կամ մոտակա բաժին կամ զանգահարել 102, տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։ Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Հարգելի քաղաքացիներ, բջջային էլեկտրոնային ստորագրությունը կարող եք ակտիվացնել էլեկտրոնային կրիչ ունեցող եւ առանց կրիչի նույնականացման քարտերով։ Ձեր նույնականացման քարտի PIN եւ PUK կոդերը եզակի են եւ կորցնելու դեպքում վերականգնել հնարավոր չէ։ Սակայն եթե կորցրել եք դրանք, քարտը վերաթողարկելու կարիք չկա։ Նույնականացման քարտով կարող եք մոտենալ բջջային օպերատորի գրասենյակ եւ հեշտությամբ ակտիվացնել էլեկտրոնային ստորագրությունը։ Կյանքն անգին է։ Ամրագոտին կյանքերը փրկում։ Ամրագոտին կյանքեր է փրկում։ Ամրակապրիր։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին Կյանք է փրկում։ Հարգելի քաղաքացիներ, roadpolice.am համակարգում էլեկտրոնային ծանուցումը ակտիվացնելու դեպքում տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված տուգանքի գումարը կարող եք վճարել 20%-ով պակաս։ Կարևոր է իմանալ, որ 20% բոնուսային բաղադրիչի կիրառման էլեկտրոնային ծանուցման եղանակը չի փոխարինում SMS ծանուցմանը։ Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե օրինակ պետք է նշանակվեր 10,000 դրամ տուգանք, ապա ծանուցումն էլեկտրոնային եղանակով ստանալու դեպքում կկիրառվի բոնուսային նվազեցում եւ տուգանքի չափը կկազմի 8000 դրամ։ Օգտվեք թվային լուծումներից եւ վճարեք 20%-ով պակաս։